Ողջույն ընկերներ, շարունակենք C++-ի խնդիրների դիտարկումը։ Հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը՝ գրել ծրագիր, որ հաշվում է 1-ից մինչև n թվերի գումարը, n-ը բնական թիվ է, որ ներմուծվում է օգտագործողի կողմից։ Մենք դիտարկեցինք խնդիր, որը հակառակ կարգով տպում էր թվերը։ Հիմա պետք է ստանալ այդ թվերի գումարը, այսինքն այդ միջանկյալ այդ ցիկլը, որը ընդ որում սա լուծել ենք while loop-ով, այդ ցիկլը, որ աշխատելու է, ինքը այդ արժեքները, որոնք գեներացնում է, դրանք պետք է ինչ որտեղ հավաքի գումարելու տեսքով։ Եկեք ասենք խնդրի լուծմանը։ Նորից կաշխատեմ int data type-ով, ուրեմն հայտարենք int n-ը, որը որոշվելու է ծրագրի աշխատանքի ընթացքում, այսինքն std_c-ն ենք անելու իր արժեքը, std_c-ն։ Այսպես մենք հայտարարեցինք n-ը, ներմուծեցինք ծրագրի աշխատանքի ընթացքում։ Հիմա պետք է կազմակերպենք ցիկլը, որ մեծ գեներացնի 1-ից մինչև n թվերը։ Ինչպես կարող ենք դա իրականացնել։ Դրա համար եկեք int in հայտարարենք, որը հավասար է 1-ի, եւ քանի դեռ while, այսինքն in փոքր կամ հավասար է n, որտեղ ասում եմ մինչև n-ը ներառյալ, ապա այդ դեպքում ուրեմն անընդհատ i արժեքը այստեղ 1-ով կմեծացնենք, այսինքն պլյուս այստեղ պլյուս i կանենք։ Ուրեմն տեսեք, եթե հիմա այստեղ գրեմ std_cout i, սա ինչպես է աշխատելու։ Սա ինձ համար գեներացնելու է այսպես գրված ծրագիրը։ Սա ինձ համար գեներացնել է 1-ից մինչև n թվերը։ Ուշադրություն, եթե ես ++in այստեղ հանեմ, ստանալու եմ անվերջ ցիկլ, որից պետք է մաքսիմալ կերպով խուսափել, դա եթե իհարկե n-ը դրական արժեք ունեցավ։ Հիմա եկեք սա աշխատացնենք ու տեսնենք, որ ինքը մեզ տրամադրում է տալու է մեզ 1-ից մինչև n թվերը։ Աշխատացնենք։ Հիմա սպասում եմ n ներմուծի, ենթադրենք n-ը հավասար է 10-ի, եւ ահա 1-ից մինչև 10 թվերը ինքը տվեց։ Ոնց է սա աշխատում։ Տեսեք, ինձ սկզբից 1-ը, 1-ը փոքր է, 10, այո, փոքր է։ std_cout-ը անում 1, ի արժեքը 1-ով մեծանում դառնում է 2, 2-ը փոքր է 10, այո, տպում է 2, դառնում է 3, 3-ը փոքր է 10, տպում է 3, ին դառնում է 4, 4-ը փոքր է 10, ու այսպես ինքը ցիկլիկ պտտվում է, իր աշխատանքը կատարում է։ Հիմա այդ ամեն ի արժեք ես պետք է վերցնեմ ինչ որտեղ հավաքեմ գումարի տեսքով։ Դրա համար այստեղ կհայտարենք int sum-ը, որը ի սկզբանե հավասար է 0-ի, եւ այստեղ cout-ի փոխարեն ի արժեք տպելուց համար ես sum-ին կվերագրեմ sum-ի նախկին արժեք գումարած i։ Ինչպես է սա աշխատում։ Եկեք նույն 10-ի համար դիտարկենք։ Sum-ը 0 է, in 1, 1-ը փոքր է 10, այո։ Sum-ը հավասար է, sum-ի նախկին արժեքը 0, գումարած i արժեքը 1, 0 գումարած 1, 1, այսինքն sum-ը այստեղ դարձավ 1, in դարձավ 2, 2-ը փոքր է, այո։ Sum-ի նախկին արժեքը 1 է, 1 գումարած 2-ը 3, sum-ը դարձավ 3, եւ in նույնպես դարձավ 3։ Բարձրացանք վերև, 3-ը փոքր է 10, այո, փոքր է, sum-ը դարձել 3 է, in նախկին արժեքը 3 է, i արժեքը 3, այստեղ գումարը 6, sum-ը դարձավ 6, in դառնում է 4, 4-ը փոքր է 10, այո, փոքր է, 6 sum-ի նախկին արժեքը եւ 4, 4 գումարած 6, 10, 10-ը վերագրվեց sum-ին, ի արժեքը դարձավ 5, ու այսպես ցիկլիկ ինքը պտտվում է։ Ամեն անգամ sum-ի նախկին արժեքը վեկալում գումարում է i եւ վերագրում sum-ին։ Ու այստեղ std_cout ենք անում համապատասխան կերպով արդեն մեր sum-ը, որի մեջ պատասխանը ձևավորվել է մեր։ Եկեք սա աշխատացնենք։ 5-ի համար եթե աշխատացնենք պետք է ստանանք 15, որտեվ թվերի գումարը 15 է։ 5-ի համար ստացանք 15։ Եկեք աշխատացնենք եւս մեկ անգամ, օրինակ 10-ի համար 55։ Եվ այսպեսով ստացանք սա։ Այստեղ ուշադրություն դարձրեք, որ sum հավասար sum plus in կարելի է ավելի կրճատ ձևով գրել, sum-ը plus հավասար է։ Այսպես ավելի կրճատ տարբերակ է, բայց որ տարբերակը նախընտրում եք, դա էլ կարող եք օգտագործել։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Լավ մնացեք, կհանդիպենք։